Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր երկու օր է պտտվում է, որ Դավիթ Համբարձումյանը պետք է լինի Հայաստանի Հանրապետական Կուսակցության impeachment կոչվածը, ընդդիմություն որպես վարչապետի թեկնածու, իրենք իրեն են ճանաչում, Դավիթ Համբարձումյան անձի վերաբերյալ բացարձակապես բան չեմ կարող ասել, բայց ՀՀԿ, դրան էլ պլյուս ԲՀԿ կուսակցություններին այս շատ մեծ բաներ ունեմ ասելու իրենց շքախմբով հանդերձ, որովհետև 2021 թվականին խորհրդարանական ընտրությունների օֆիցիալ տվյալներով փաստ ապացույց եղավ, որ Գագիկ Ծառուկյանը իր շքախմբով, իր լծակներով Արբանյակ աշխատավ Նիկոլ Ազատի Տեր-Պետրոսյանի համար, նաև դրա հետ զուգահեռաբար ՀՀԿ-ն իր շքախմբով, որովհետև մասնակցություն ունենում են 26 ուժ, 26 ուժից ամենաբացասական կերպարը Ռոբերտ Քոչարյանն էր, ես զարմանում եմ, Ռոբերտ Քոչարյանը ոնց պետք է Ծառուկյանից 7 անգամ ավել քվե հավաքեր, Սերժից էլ 4 անգամ, այդ որտեղ է գրված, ամենաբացասական կերպարը հավաքում է, դա էլ նշանակում է, որ իրենք աշխատել են նրանց համար, բոլորը վերից վար, այսինքն 25 ուժ աշխատել են Թակմիատ Քոչարյանի դեմ, ինչպես որ աշխատում է Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Ամերիկան և շատ այլ պետություններ, կույրեք, ժողովուրդ գիտակցեք, մի հատ փրչոտ խոզ ունեն, Ալեքսանյան Վահագ, բերանը գցել է Ռոբերտ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան, Քոչարյանը դնի ձեր վզին, նաև ձեր բլզին, քպը, ձեր շքախմբով հանդերձ, ինչ եք ուզում, կախվել եք այդ մարդու բանից, որ ինչ, այդ մարդը իր ժամանակը հատվածում, որ աշխատել է, փաստ ապացուցել է, որ ձեզանից ու ձեր 3 արբանյակներից Քորլևոն, Սերժ և Նիկոլ, տասնապատիկ և հազարապատիկ ավելի հզոր է եղել, կարծեմ Ռոբերտ Քոչարյանն էր, որ Ալիևի հետ հանդիպում էր, Ալիևը աղասարծուր էր ապրում, 5000 զոհ ունեցանք Նիկոլ Փաշօղլու օրոք, չեք հիշում, 30 զոհ որ ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի օրոք, դա հիշում եք, այդպես կույրերի կոմբինատի հավաքածուներ եք, վերից վար, ով ուզում է լինի, հարազատս էլ լինի, միևնույն է, որովհետև չգիտակցելով երկիր են կորցնում, կույրերի կոմբինատի հավաքածուներ, Իսկ չի հետաքրքրում Գագիկ Ծառուկյանը, Վանեցյանը, բոլորը իրար հետ մի մարմին եք, ամեն մեկըդ մի Նորիկյանի հետ միասին, վերից վար, այս որ շատ մարդիկ գալիս են նորաստեղծ Արբանյակ ընդդիմություններ են դառնում, դրանցից մեկը Գուրգեն Սիմոնյանն է, դուք տեսել եք Գուրգեն Սիմոնյանը ում հետ է կանգնած, ում հետ է միշտ լինում և այլն, և առհասարակ ժողովուրդ հիշեք, ես դեպոր բոլոր գործընկերների կողմից համարվում եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, ինձ որևիցի մի լրատվականով չեն հրավիրում գնամ ելույթ ունենամ, բայց ի տարբերություն Գուրգեն Սիմոնյանի բոլոր լրատվականերով գնում է ելույթ է ունենում, այսինքն այդ բոլոր լրատվականները, որ նայում եք Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին է, մի հատ հին Քոչարյանին է, մնացածը Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշօղլուն է, այսինքն Գուրգեն Սիմոնյանը նորաստեղծ Արբանյակ է դառնում, կույրերի կոմբինատի հավաքածուներ, կրկին ասում եմ, հավատացեք են ամեն ինչին, որը որ իրական տեսնում եք, բայց ուղեղները մի քիչ սառույց դրեք, որ սառը դատեք, այնքան բաներ կան, բազում բաներ կան, ուղղակի մեր ազգն է ափսոս, Հայաստանը
քեզի վրիշ ջնջվում, դա է ցավալի։ Ես չեմ ցանկանում, որ ես մեր երկիրը կործանվի մի քանի տկետ անգետ ստորաքարշների պատճառով։ Այնպես որ ժողովուրդ, կրկին ու կրկին, խնդրանքս բոլորիդ միահամուռ մի գաղափարի շուրջ հավաքվեք, ես վաղուց ասել եմ, կամ ազատվում ենք ներկայիս ավազակապետական վարչախմբից իր արբանյակներով, կամ ազատվում ենք Հայաստանից։ Դուք որոշեք, ժողովուրդ, դուք Հայաստան ուզում եք, թե ոչ։ Մնացածը թողում եմ ձեր հայացողությանը, ոնց կորոշեք այնպես էլ արեք։ Իսկ եթե մի մարդ հանգարց մեր ավանակների դեմքին չասի Քոչարյանը լավն է, Պողոսը լավն է, դառնում է կտրականապես քոչարյանական։ Բայց ես հայկական եմ, ումը ճիշտ է սա, այս պահին, այս երկիրը փրկելու համար պարտավոր եմ կանգնել իր կողքին։ Շնորհակալություն ուշադրության համար։